Ողջույն ընկերներ ջան, այսպես տակ-տակ հագնված, թիթիզ հագնված, բայց ուր եմ գնում, ինչ եմ անում, գնում ենք միրգ հավաքելու, գնանք իրար հետ միրգ հավաքելու, ձեզեր հետս տանեմ, այսինքն տեղից ես վեր եմ կացել, ախորժակս քաշելա խաղող, հենց տենց էլ ասեմ, հենց քաշելա։ Հիմա գնում ենք միասին խաղող հավաքեմ, միրգ հավաքեմ, ու մեկ էլ ամենակարևոր բանը, դուք պատրաստվեք, նախապատրաստվեք հաջորդ վլոգներին, շատ կարևոր մի բան։ Այն ինչ ասելու եմ, այն ինչ տալու եմ ձեզ, դրա համար ես չգիտեմ, շատ գիտակ մարդիկ, ովքեր հասկանում են, որոնցով գումար են աշխատում, վերջը գալու են իմ վրա կռիվ։ Ինչի մասն է խոսքը։ Ես գնում եմ ոչ միայն խաղող հավաքելու, նաև դեղցի կորիզ, հիմնականում դեղցի կորիզ եւ այլ մրգերի կորիզներ, այսինքն դառնահամ կորիզներ ա պետք։ Իսկ ինչ ենք պատրաստում դրանով, բժիշկներ, բժշկություն, եկեք իմ վրա կռիվ։ Իսկ մնացածը շատ որոշ մարդիկ, շատերը, չէ, որոշ մարդիկ լավ էլ գիտեն դա ինչ է, ինչպիսի դեղ ենք պատրաստում, դա կարելի է նաև դեղ չանվանել, դա հավելումներ է օրգանիզմի, իսկ ինչքան խորը գաղտնիք կա եւ կիլոգրամ ինչքան թանկ են ընդունում դեղցի կորիզը, արդեն ովքեր որ մի քանի մարդ գիտեն կհասկանան, թե դա ինչ կարևոր թանկարժեք մի բանի մասին է խոսքը, որ շատերս չգիտենք, դեղց ուտում ենք եւ կորիզը դեն ենք նետում։ Հիմա կգնանք նաև կորիզներ կհավաքենք դեղցի, նաև այլ մրգային դառնահամ կորիզներ, հիմնականում դառնահամը։ Ծիրաններին է, մյուսինը քաղցրահամը նույնպես լինում է։ Նույնպես ավելացնում ենք, բայց հիմնական էությունը հենց դառնահամ կորիզների մեջ է, առավել ևս դեղցի կորիզի։ Այս մասին առանձին պատրաստվեք հաջորդ վլոգներում, որ դուք իմանաք։ Իսկ հիմա տեսեք ինչ լավ օր է։ Ես հագել եմ տակ-տակ, բայց դրսում, ճիշտ է, մի փոքր սառն է, բայց նայեք ինչ հրաշք օր է դրսում։ Ցույց տամ, այն էլ իմ այգում։ Նայեք ինչ արևոտ, հրաշք, պարզ օր է։ Իսկ ծառերը, մի հատ նայեք աշնան, գույնզգույն ծառերը ինչքան սիրուն է ստացվել։ Նայեք ինչ գեղեցիկ, աշնանային տեսարանը արդեն իմ այգում առաջացել։ Հիմա պատրաստվում մի հատ շատ լավ տեսահոլովակ նկարելու իմ ստեղծագործություններից, իմ բանաստեղծություններից, երաժշտությունով, բառերով, ովքեր չգիտեն, որ իմ մոտ շատ ուժեղ է նաև բանաստեղծական տաղանդը։ Սպիտակ վարդս ինչպես քանի անգամ ցույց տվեցի, որ բացվել է, բացվում է, տեսեք ինչ առողջ ու ամուր մնացել է։ Անգամ ափսոսում եմ, մտածում կտրեմ, տանեմ տուն, դնեմ ծաղկամանի մեջ անկողնուս կողքին դնեմ։ Գոնե վարդիս հետ կխոսեմ, կզրուցեմ, տեսնենք ինչ կա չկա այս աշխարհում այս անիմաստ։ Մենակ չեմ լինի, վարդիս հետ կզրուցեմ։ Լավ, հիմա ինչ ենք անում։ Վերցնում ենք այս տոպրակը, դանակը, սմարթ, էլի պետք է գա մեկ էլ տեսար։ Սելֆիս ապարատը ու գնում ենք միրգ հավաքելու, գնանք միրգ հավաքենք ու հետարքիր բան հիմա ես ձեզ ցույց կտամ, այստեղ մեր ճանապարհների հետ կապված։ Այսինքն այստեղից ոնց որ ուղիղ երկուկես տարբեր իրավիճակներ, տարբեր իրականություններում գտնենք։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Այսինքն այստեղից այն կողմ աստիճանաբար արդեն շենքեր, մինչև կենտրոնական մայրուղի եկեղեցին, Ռիփսիմե եկեղեցին, իսկ այստեղից այնտեղ շենքերը բնակել արդեն ավելի ակտիվ, իսկ այստեղից մյուս կեսում գնում է շատ հետաքրքիր, ինձ շատ դուր եկան, ինչ որ մի ամայի, թվում է թե ամայի տներ կան, հիմա կտեսնեք, ցույց կտամ։ Մի փոքր հիմա տեղանքը կբացատրեմ, սա մեր հարևանի արդեն այգին է, էլի աշնանային գույներով։ Ուրեմն կեսից այն կողմ գնում է ակտիվություն, քաղաք, արդեն կենտրոնական մայրուղի տրաս, ոնց որ ասում են։ Մինչև Ռուսիա եկեղեցի ամենակենտրոնական, որ անմիջապես Երևան, էջ միացին կապը շատ ուժեղ, իսկ դեպի այս կողմ արդեն գալիս է, տեսեք ինչ հետարքիր է, հիմա ես համ գնամ, համ նկարեմ։ Ամբողջը առանձնանում է այն մանկության, որ շատ չարաճճիություններ եմ արել, չարություններ, երևի եկել այն բնության գրքի հանդեպ իմ սերը, որ այսքան բնության է, այս կողմ վազեմ, այն կողմ մենակով գնում էի չորերում կորում էի, սիրում էի մենակ առանձնանա ինչ որ միտեղ բնության գրքում, ես գնում էի, չգիտեմ ուր, գլուխս վերցնում գնում էի։ Դրա համար իմ մեջ մնացել է, ինձ դուր է գալի այս տեսարանները, տեսեք ամայի, այստեղ կան տներ, բայց գնում է այսպես ճանապարհը լրիվ անմարդաբնակ մի տեղեր, հայ սա ցույց կտամ, տեսեք, բայց ինչքան հետարքիր է։ Այստեղ կան տներ, նորմալ, նոր են սարքում, քիչ-քիչ սարքել են, ապրում են։ Պարզապես շատ մարդաբնակ չէ, այսինքն ավելի շատ ոնց որ հանգստի գոտի, ամառանոցային տպավորություն է տալի վայրեր, որովհետև այստեղ ամառ, գարուն, մինչև անգամ ձմեռն են, միշտ խորովածի հոտեր, մարդիկ գալիս են այստեղ, անգամ ձմռանը, աշնանը շատ հետարքիր։
Հավաքվում են, խորոված են անում, կտրվում են, հա, այն քաղաքի հետ ղեժբեժից կարելի ասել, գալիս են այստեղ իրենց համար վայելելու, դե տեսեք ինչքան հետարքիր տեղեր են, վայրեր են։ Կտրվում ես մարդկանցից միայն բնություն եւ դու, ոչ մի մարդկային ձայն, մարդկության հետ ընդհանրապես կապ չունես։ Ովքեր մարդը մարդուց հոգնել է, ոչ մարդու ձայնը ուզում լսի, ոչ մարդ տեսնի, տեսեք ինչ հետարքիր հանգստանալու տեղ է այստեղ։ Մեր հարևանինն է, այնտեղ լավ չի երևում, ներսում շատ լավ հանգստի տեղ է, սարքել այստեղ միշտ հանգստանում են, գալիս են։ Երկար ճանապարհ ու չգիտես թե քեզ ուր ա տանում։ Այս դեպքում գիտեմ ուր ա տանում։ Այստեղ նորից տներ, դոմիկ, ապրում են մարդիկ, ջերմոցներ, բավականին թանկարժեք շինություններ, հիմա ես ցույց կտամ այս ամբողջը։ Այստեղ ինքը կտրված է, այս մասը կեսից այս կողմ, ասում է կարելի ասել ամայի մի տարածքներ, իսկ մյուս կեսը միանգամից դուրս է գալիս մայրուղի շենքեր, կենտրոնական եկեղեցի, Զվարթնոց թաղամասի հենց կենտրոնական տարածքը շատ լավ տեղ, որտեղ շատ եմ սիրում ապրելը, ամենահաճելի տեղն է բացի բնության, թռչունների, ծառերի, բնության ձայներից ոչ մի մարդկային ձայն։ Կտրվում ես մարդկային բոլոր ձայներից, որը ինձ համար աստիճանաբար օր-օրի էլ ավելի տհաճ է դառնում։ Եվ այսպես այս ճանապարհը տանում է մինչև Ծաղկևանք, Նորակերտ գյուղ դուրս է գալիս, տեսեք ինչ հետարքիր է, ու այնտեղ շատ շինություններ, ջերմոցներ, բայց միևնույնն է կտրված մարդկությունից։ Հիմա տեսեք, մեզ պետք է հավաքել հիմնականում դեղցերը արդեն լավ վիճակում չեն, հիմնականում մեզ պետք է հավաքել դեղցի միջի կորիզները, հիմա կառանձնացնենք, մեզ պետք է հավաքենք հիմնականում այս դեղցի կորիզները, հիմա սրանք բոլորը վերցնենք, այստեղ բավականին շատ կա, տեսեք, այն նաև դիզայնի մեջ է օգտագործում շատ գեղեցիկ, իսկ իր մեջի դառնահամ հենց կուտը, հենց դեղորայքն է, հավաքենք բոլոր դեղցերը և մյուս վլոգում սպասեք, որպեսզի բացատրեմ ինչ է և ինչի համար ինչ ենք անելու։ Կհավաքեմ նաև մի փոքր սալորի կորիզներից, պարտադիր բոլոր դառնահամ կորիզները, ինչպես արդեն ասել էի։ Սալորի կորիզները նույնպես կհավաքենք։ Բացատրեմ, այս այգին մեր կողքի հարևանին, տարիքով պապիկ էր ինչ շատ էր սիրում, այդ պապիկը արդեն մահացել է, իր այգին կարելի ասել անտերադուս թողած, հա, սենց աս։ Նորմալ մեկը չկա, գա տիրություն անի, տեսեք, ոնց է ամբողջ պտուղները ծառի վրա փչացել, ամբողջը լրիվ ворթնում փչանում է, պետք է սրսկել, տեր կանգնել այս ծառերը, խաղողի թփերը, խաղողի վազերը լրիվ անտեր է թողած, անտեր վիճակ։ Հիմա եկա պապիկին ողորմի ասեցի, ամեն այս այգի գալուց ինձ թվում է թե պապիկի շունչը զգում եմ, այստեղ ինչ շատ էր սիրում, միշտ մրգերը քաղում ուղարկում էր, նեղանում էր, որ չեմ գալի մրգերը հավաքեմ, հիմա եկա պապիկի այգուց այս մրգերը պաշարանեմ, նայեք ինչ վատ վիճակի է, որովհետև չի մշակում, տեր չեն կանգնում, խղճիս ազդեց ճիշտն ասած։ Լավ, հիմա գնանք առաջ։ Բնության գրկում, բնության հետ շփվելուց հետո էլ ավելի լավ զգացի ինձ։ Զգացել եք, չէ՞, նկատել եք մարդկությունից, մարդկանցից հեռու, ինչքան հնարավոր է։ Հիմա կմտածեն, ես ինչ եմ, Մաուգլին եմ, ջունգլի եմ դարել, ինչ եմ արել, բայց ինձ համար ավելի հաճելի էր մարդկանցից հեռու, հանգիստ, ոչ ձայն, ոչ մի բան, բնության հետ շփվեցի, մրգերի հետ, ծառերի, խոտերի, կորիզները հավաքեցի, ինձ ավելի լավ զգացի, ավելի հաճելի, քան մարդկանց միջավայրում, այն մարդկանց, որ գրեթե 99% գիտենք ինչ է կատարում, չարություն, բոլորի հետ հոգու մուտացիա է կատարվում, ես այսպես եմ միշտ ասում, հանգստացա, էներգիա հավաքեցի, հիմա գնամ իմ տուն։ Մի փոքր երեկվանից ես շատ վատ էի զգում, չէի ուզում ասեի, 2 օր է ես ընդհանրապես տրամադրություն չունեի, շատ վատ լարված վիճակ, քանի որ միշտ ասել եմ, էլի ասում եմ, 1000 ասել եմ, որ ինձ մոտ բոլորի էներգիան գալիս է, ովքեր խոսում են, քննարկում են, թեմաներ են վերցնում դնում, հարգելիներս, ծանոթ բարեկամներ, հարազատներ, ես ձեզ միշտ ասել եմ, բոլորի թե երազով, թե արթուն վիճակով, այդ ձեր էներգիան այնքան շատ էր եկել իմ կողմ,
Ինձ մոտ լարվածություն էր, հոգնածություն, տխրություն, նեղություն, տրամադրություն ընդհանրապես չունեի եւ այնպիսի մի էներգիայի հոսք էր գալի իմ կողմ, ինձ վրա, որ ինձ խեղդում էր, լարվածություն էր, ահա որ շատ վատ էի զգում եւ քանի որ մշտապես ասել եմ, երբ որ իմ մասին խոսում են, քննարկում են ինչ-որ թեմաներ, ինչ-որ զրույցներ, անգամ դեմքերով, անուններով, բոլորին կարող եմ հատ զանգեմ ասեմ, երբ որ պահին ինչ էի խոսում, ինչի մասին, դե իհարկե նոր վլոգ էի տեղադրել անձնական կյանքի հետ կապված, որը խոստացել եմ, որ պետք է սկսեմ, արդեն քննարկումները գնացել է, առաջին վլոգից հետո ինպես մի էներգետիկ հոսք էր դեպի ինձ, ես երկար շատ վատ եմ եղել, շատ վատ եմ զգացել, այսօր նոր մի կերպ ուշքի եմ եկել տրամադրությունս, մի կերպ բացվեց, տրամադրությունս բարձրացավ, ավելի ակտիվացա եւ դուրս եկա բնության գրկում, շփվելու հանգստանալու, քանի որ միայն այսօր տանն եմ, վաղը կրկին գործի եմ, աշխատանքս հոգնածնող է, շատ երկար է տևում, մինչև սկսեմ իմ մյուս սեփական անձնական գործերի վերաբացումը, որի համար շուտով կիմանաք։ Այստեղ կրկին վերադառնում ենք, կարելի ասել, մարդաբնակ վայրեր, այն որ գնում էի, ցույց էի տալիս այստեղ որտեղ ենք, որ կողմն է, իսկ հիմա ետ վերադարձանք մարդաբնակ, այսինքն ավելի մայրուղուն մոտ, ոնց ասում է, եկեղեցու մոտ։ Այս ճանապարհը արդեն այնտեղ իմ տունն է, կարելի ասել սկիզբը իմ տունն է, հետո նոր սկսում են տներ, ավելի խորանում է։ Ահա, վերջապես հասանք իմ տուն, մարդաբնակ, այսինքն կարելի ասել այստեղ արդեն մարդկություն կա, այն կողմը լրիվ ամայի վիճակ էր։ Ահա, սա էլ իմ ամրոցը։ Փակենք դուռը, դեռ շրջանակները չեմ հավաքել, երբ թե չեմ էլ հավաքի, թող մնա, ձմռան էլ կարելի այստեղ դուրս գալ հանգստանալ։ Այսպես, մեր հավաքած մրգերը դնենք այստեղ, սելֆիի ձողը նույնպես թող մնա այստեղ։ Ահա, եկանք հասանք իմ տուն նույնպես։ Հիմա ամբողջ կորիզները կհավաքեմ, ինչքան որ ասել էի, բայց քանի որ այսօր չի այդ թեման, պատրաստվեք հաջորդ վլոգին, մեկ վլոգ տրամադրելու եմ։ Այդ խորը գաղտնիքը, դա չգիտեմ, արժի տալ, չտալ, շատերն ասում են մի ասա, ինչի համար ես այդպես բաներ անում, բայց միևնույն է մտածում եմ, որ այդ կորիզների թեման նույնպես պետք է տամ։ Դա բացարձակ դեղորայք է, շատ օգտակար այնպիսի մի բան է, որը նույնպես պատրաստի վաճառում են։ Այսինքն անգամ դեղագործները դեղեր պատրաստելու համար գնում են վերցնում են այդ կորիզները։ Նորից հիշեցնեմ, վերցնում եք դեղցի կորիզ եւ բոլոր դառնահամ կորիզները։ Այսինքն կարող է լինել սալորի, բալի, կերասի, այսինքն գիլասի եւ այլն, սենց ասեմ, ովքեր մարդիկ կան չեն հասկանում գրական այս տարբերակները, ցանկացած դառնահամ կորիզներ։ Այնտեղ նաեւ կարելի է ավելացնել, բնականաբար ծիրանի կորիզները նույնպես կա ծիրանի կորիզ, որ դառնահամ է, կա քաղցրահամ է, տարբերություն չկա, քաղցրահամը նույնպես կարելի է ավելացնել։ Հավաքեք բոլոր կորիզները եւ հավաքեք, պատրաստ պահեք նաեւ դդումի կորիզ, որոնց հետ միասին նաեւ պետք է խառնենք դդումի կորիզը։ Ինչ ենք պատրաստում, ինչ ենք անում, հաջորդ վլոգներում ուշադիր եղեք։ Գրանցեք իմ YouTube-յան էջին հաջորդ վլոգներին, կտեսնեք թե ինչ ենք պատրաստում, ոնց ենք պատրաստում, ես էլ համտես եմ իմ բերած միրգը, խաղողը, շատ խղճիս ազդեց պապիկի այգին, այսինքն նոր որ ասացի, այս խաղողի տիրոջ այգին, քանի որ ինքը մահացել է եւ իր այգին որևէ մեկը տիրություն չի անում, չի հետևում, ամբողջ միրգը, բերքը փչացել է, կողմնակի անձիկ մտնում են միրգը տանում են, ամբողջ այգին ոտատակ են տալիս, իսկ իր ողջության, կենթանության օրոք ինքս օգնում էի, նույնիսկ ես գնում էի ճաշ էի պատրաստում իրեն համար, ինքը այնտեղ փոքրիկ մի խրճիթում մենակ ապրում էր։ Հիմա ես զբաղված եմ աշխատանքի մեջ եմ եւ իրավասություն էլ չունեմ, ես չգիտեմ այդ պապիկի տղաները, ընտանիքի երեխաները ովքեր են, որ գան գոնե այգուն տիրություն անեն։ Այսպես ամբողջը փչանում է։ Վայելենք պապիկի այգու բերքից մնացած ինչ որ մնացել է, ինչ որ գոնե ողջ վիճակով է եւ օրնեմ ողորմի ասեմ, արգեմ հիշատակը պապիկի։